Եկամուտները և ծախսային քաղաքականությունը շարադրող մասերը համաձայն հավելված շուրջ։ Ընդունել է գիտություն, որ համակի կարճաժամկետ խնդիրները դիտարկվում են արդեն միջնաժամկետ, 3 տարվա կտրվածքով, կանխատեսումների համատեքստում եկամուտները կանխատեսվում են համակային բյուջեն ամրագրված եկամուտների առնչվող հարաբերությունները կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, ծախսերը հստակ արտացոլվում են համակի զարգացման առաջնահերթություններն ու գերակայությունները ըստ գործառական որոշումների։ Սույն որոշումների մեջ մտնում համարից, եթե անհրաժեշտություն կա, կարող են ընկերսել հավելվածները։ Ես միակ հասկանում եմ, խնդրում եմ նորից կապացեք, Արմավիրի մասպետի որ որոշման հիման վրա։ Այո, ղեկավարվելով վերև է։ Եստեղ տականիվազների մատի երեքին ունեն դրություն 25 տականիվազների մեր մոտ գրվածը սխալ։ Համակարգ, այսինքն մեր մոտ գրվածը փոխուիշ որոշում։ Մեր մոտ դրա տեխնիկական վիպատը։ Ես երեկը կարելի է այլ կատուա վերագելի աշխատակիցը համաձայն հավելվածների, բայց հիմա ես այդ հավելվածները ձերքի տակ չունեմ, որ այդ թվերը ծանոթանամ, փորձեմ ինչ-որ հարց տալ, էլը։ Ես խնդրում եմ մյուս նիստերին ավականում մեր բոլոր հավելվածները մեր ձերքի տակ լինի թղթային, ես չեմ կարող հիմա հեռախոսը բացեմ, մտնեմ թղթեմ ու փորձեմ ինչ-որ հարց տալ։ Ոչ մի բան չունեմ հարց տալ, բայց խնդրում եմ դա հաշվի առեք մյուս նիստերի հավելվածները թղթայով ներկայացրեք։ Այնով այստեղ դրած լինի, այսինքն։ Հա, մեր սեղաններին դրված լինի, որ մենք կարողանանք աշխատել։ Պարոն Մարկարյան, եթե հարց լինի, ուտամ ես չեմ կարող հեռախոսը դժվարներ հաս։ Համաձայն եմ, պարոն Աղբանյան, բայց դրանց ինձ խնդիր կա, եթե նախապես տեղյակ չեղաք, կոնկրետ այս միջնաժամկետ ծրագիրը մեզ ծավալում բանա, որ եթե այդ պայմանից դեպքից դրած եղավ, արդյունավետ չի լինի։ Ես ինչ եղավ։ Բայց դնելու հետ կապված համաձայն եմ։ Ստումա մեջ չի սավատեցել, եթե պետքա կարող է ընդունամ գրակել, ովքեր են կողմ ասարները։ Որակարգի հաջորդ 6 հարցերը կներկայացնի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Անտա Սավարյանը։ Հաջորդ նախագիծը որոշման Հայաստանի Հանրապետության Հարմարի մարզի կարգավորմունքի վարչական տարածքում 2026 թվականի տեղական դուրքերի և վճարների տեսակներն ու դուրքաչափերը սահմանելու մասին որոշման նախագիծն է։ Անորոշ նշեմ, որ տեղական դուրքերի հետ կապված համերային քննարկումներ տեղի ունեցել, որից հետո արվարվել է փորձաքննություն և համապատասխան եզրակացությամբ դրական ուղարկվել է համայնքապետարան։ Այն այժմ ներկայացնում ենք ձեզ։ Ղեկավարվելով տեղական դուրքերի և վճարների մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 8-14-րդ հոդվածներով, պահպանության սահմանադրական անկման մասին ՀՀ օրենքի 14-րդ հոդվածով և տեղական ինքնակառավարման մասին օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասին 18-րդ և 19-րդ կետերով, ՀՀ կառավարության 20 թվականի հունիսի 4-ի համար 1023 են որոշման բանջերով, հիմք ընդունելով արտադրության նախարարության 25 թվականի նոյեմբերի 10-ի պետական փորձագիտական եզրակացություն պայքարամակերպարանի որոշումը։ Սահմանվել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի պայքարամակի վարչական տարածքում 26 թվականի տեղական դուրքերի և վճարների տեսակներն ու դուրքաչափերն ըստ գոտիների համաձայն հավելվածի և սահմանվել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի պայքարամակի վարչական տարածքում 25 թվականի տեղական դուրքերի համար բացառությամբ սում որոշման հավելվածի առաջին, երկրորդ, երրորդ և ութերորդ կետերով սահմանված տեղական դուրքերից գոտիների կիրառում են հետևյալ գործակիցները։ Առաջին գոտու համար մեկ գործակից, երկրորդ գոտու համար 0.70
75 գործակից, երրորդ գոտու համար 0.5 գործակից։ Այսքանը հավելվածը լծված էր ավականում որոշման նախագծում, նաև քննարկվել է այն ֆինանսական հանձնաժողովի կողմից ստացել դրական եզրակացություն։ Հարցեր ունեն։ Հաջորդ որոշման նախագիծը վերաբերում է Փարաքար համայնքի վարչական տարածքում 26 թվականի տեղական վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին։ Ղեկավարվելով ՏԻՄ մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 41-րդ կետով, տեղական թուրքերի վճարների մասին օրենքի 16-րդ հոդվածի առաջին մասով, նորմատիվ հետևականների մասին օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասով, հիմք դնելով Փարաքար համայնքի ղեկավարի առաջարկությունը, Փարաքար համայնքի ավականին որոշում է սահմանել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մասի Փարաքար համայնքի վարչական տարածքում 26 թվականի տեղական վճարների գծով արտոնությունները համաձայն հավելվածին։ Որոշում ուժը մեջ ընդունում հունվարի 1-ից։ Եթե հարցեր ունեք արտոնությունների հետ կապված, հավելվածը լուծված է էլի որոշման նախագծը։ Կարող եմ հավելվածից ներծել այն կապվածը։ Արտոնությունները տեղական վճարների գծով արտոնություններ սահմանել, որ Արմավիրի մասի Փարաքար համայնքի ենթակայության մանկապարտեզների ծառայություններից օգտվողների 26 թվականի համար կիրառում է արտոնություններ տեղական վճարի նկատմամբ 0.5 քաչափի սահմանման, եթե երեխայի ծնողները կամ նրա օրինական ներկայացուցիչները աշխատած են փաստացի բնակվում են Փարաքար համայնքում, բ. երեխան զոհված ինձարարի կամ զոհված ազատամարտի ընտանիքի զավակ կամ եղբայր կամ քույր է, գ. միակողմանի կամ երկկողմանի ծնողազուրկ երեխա է, Արցախի հանրապետության տարածքներից տեղահանված Փարաքար համայնքում տեղափոխված եւ փաստացի բնակվող ընտանիքի երեխա է։ Երկրորդ արտոնությունը Հայաստանի Հանրապետության Արմավիրի մասի Փարաքար համայնքի ենթակայության մանկապարտեզների ծառայությունից օգտվողների համար սահմանել, որ եթե երեխայի ծնողներից կամ օրինական ներկայացուցիչները հաշվարկված եւ բնակվում են Փարաքար համայնքում, մեկ հոգի, ուրեմն 26 թվականի համար սահմանված տեղական վճարի նկատմամբ կիրառվում է քաչափի նվազեցման արտոնություններ 50%-ի չափով։ Մնացած արվեստի դպրոցի, մարզադպրոցի վերաբերող տեղական վճարների արտոնությունների մասին է խոսքը։ Մենք բոլորս գիտենք, որ հարցները, որ գալիս են մեր գյուղերը, մնում է իրենց հորտան վրա գրանցված։ Հիմա այդ մարդիկ պատկան են խնդիր ունեն, կամ պետք է գան գրանցվեն այդ իրենց ամուսնու հասցերի վրա, որ երեխան չվճարի մանկապարտեզ հաճախելու։ Դրանով մենք մեր ազգաբնակության թվականակն են շատացնում։ Նպատակը հենց այդ է, պարոն Արտեմյան, որ այն մարդիկ, ովքեր չեն ցանկանում վերասած հարցները իրենց օրական տնից դուրս գան ու գան Փարաքար համայնքում բնակվեն, այդ դեպքերում ինձ թվում է իրենց համար մեծ խնդիր չի լինի, որ 50%-ի չափով արտոնություն։ Ինչ հարցը, պարոն Մարգարյան։ Նպատակը կոնկրետ դա է մեր Փարաքար համայնքի ազգաբնակչությունը ավելացնելը։ Հաստացի մարդիկ բնակվում են այստեղից օգտվում են բոլոր ծառայություններից, թող նաև հաշվառված լինեն Փարաքար համայնքում։ Լավանում է դոտացիայի թիվը վրա։ Միանշանակ։ Դոտացիայի թիվը պայմանավորված է նաև ազգաբնակչություն։ Այսինքն նպատակը դա է։ Նպատակը միայն դա է, նպատակ չի դա 50%։ Մնացած այդ դեպքերում հազար իրան բացի մեջան սահմանված։ Հաստացի դոտացիան հիավելում միայն դրսից բոլոր երեխաների համար։ Մեծամասամբ իրենք հերթიდან կարող չեն գնել ամենայն հավանականություն չեն գնի, որովհետև բավականին մեծ հերթ է արդեն համայնքի։ Իսկ առաջնահերթություն որ երեխաներին ատելում այդ հետ կապված։ Կառավարության սահմանած որոշումով կարգով վերացումներով, այսինքն օրենսդրած հերթականության։ Այսինքն Փարաքարի բնակիչը, որը բնակվում է Փարաքարում, եւ պատմունքի բնակիչը, Փարաքարի մանկապարտեզ, ով է առաջնահերթում իրավունքը մի հաճախի։ Գրանցումով։
Գրանցում կա։ Փարակարի Երեխություն կարծեմ չունենք, Փարակար ամենքի բնակիչ։ Այսինքն Փարակար ամենքի ընդհանուր բնակիչի համարում չկա, տվյալ բնակավայրի չկա։ Այսինքն Բնակավայրի հարց չկա դրված։ Եթե անգամ հասարի բնակավայրից եկեք, մեկ այն բնակավայր ստացվում է, որ ընտանիքի երկու անդամները հաշվառված են ու օգտվում են զրոյական դրույքաչափից։ Հարցեր կան։ Հայաստանի Հանրապետության Արմանի մարզի Փարակարի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, աշխատակիցների քանակը, հասարակացության և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին որոշման նախագիծն ձեզ ներկայացնում։ Մեկնաբանելով տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 28-րդ կետով Փարակար համայնքի ավականին որոշում է հաստատել Հայաստանի Հանրապետության Արմանի մարզի Փարակարի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը համաձայնավորված մեկին հաստատել Հայաստանի Հանրապետության Արմանի մարզի Փարակարի համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների քանակը, հասարակացության և պաշտոնային դրույքաչափերը համաձայն հավելված երկուսի ուժը կոչված ճանաչել Փարակար համայնքի ավականում 25 թվականի մայիսի 2-ի Հայաստանի Հանրապետության Արմանի մարզի Փարակարի համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների քանակը, հասարակացության և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին թիվ 10 որոշումը։ Որոշում ուժի մեջ է 26 թվականի հունվարի 1-ից։ Ըստ հավելվածի մեր Փարակարի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը ունի հետևյալ տեսքը. ֆինանսատնտեսագիտական գնումների եկամուտների հաշվառման և հավաքագրման ծրագրերի կազմման համակարգման բաժին, կրթության մշակույթի, սպորտի, երիտասարդության, առողջապահության, սոցիալական աջակցության և տուրիզմի բաժին, Քաղաքականության անձնակազմի կառավարման, հասարակայնության և տեղեկատվական տեխնոլոգիաների և իրավաբանական բաժին և չորրորդը քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժին։ Կան նաև առանձնացված ստորաբաժանումներ, աշխատակազմ, կառուցվածքային ստորաբաժանումների մեջ ներառված պաշտոններ, տեխնիկական սպասարկում իրականացնող անձնակազմ և քաղաքացիական աշխատանք իրականացնող անձնակազմ։ Մենք հարցել ենք, մենք վարորդներ, 3 վարորդ 240,000 Ինչքան է բարձրացել նախորդին ամենად։ 60,000 Եվ այդ 3 հասնականները բարձրացել են։ Այս պայմանը մեկը ամենքապետանի մեքենավարորդն է, մյուսը այս շտաբողության մեքենան, որ իրանցում իրականացրեցինք հիմա իր ձևակերպումները փոխել են որպես բեռնատար, էլի ամենքի համար ծառայում ենք դրան։ Ֆերեքս կապատելը և այդ բարձր չի քաղաքականություն, առաջի քանի մասնակետը 250 վարորդներ քաղաքականություն։ Դե աշխատանքը քիչ չի իրենց։ Դենց ենք դիտարկել ու համարյա միշտ ճանապարհներ են։ Հետո մի վարորդի կրճատը 3 հաղթահարներ։ Մենք հարցել հաշվարկաբերել ասենք 2025 թվականի աշխատավարձի ֆոնդի և հիմիկվա աշխատավարձի ֆոնդի տարբերությունը ինչքան է։ Հակառակած այս բան չեմ հիշում։ Ստումա շատ չէ, որտեղ կոնկրետ համայնքապետարանի դեպքով արծացել են իրենց։ Մենք էլ անասնաբուժի մի 10,000 դրամ կարծեմ։ Իսկ նայում անասնաբուժի ոսոտ դաժե պակասել։ Ավելի շատ չէ, այլևս Բավարյանից անասնաբուժը, որ սպասարկում էր, ասում էր, նրա շատերած է կուսումարում 250,000 հիմա դրա տարավերեսում։ Ուրեմ իրան և Հիմա է պիտի, որ դրույթ կես պիտի։ իրանց հետ Դրույթների ընդհանուր քանակը այդտեղ դրած, բնական չի դրած, ընդհանուր քանակը պիտի որ 4 իսկ մենք մինիմալ աշխատավարձ ստացողով ունենք քաղաքական
Դեպս աշխատողի լավ աշխատանք կազմելով պետք է նորմալ վարձատրել և բաժակով միանշանակ համապանը նրան բանասները։ Հատորս են են հասնիկներ են մարդիկ, որոնցից շատ բանով պախված համայնքապետարանի աշխատանքը ֆինանսական քաղաքաշինարարի բաժանները, ես համաձայն եմ վստահ շատ բարձր աշխատավարձ, որովհետև նրանց և պատասխանատվությունն է շատ, և համայնքի ընդհանուր զարգացման, համայնքի նորմալ գործունեության համար այդ բաժանների աշխատանքը շատ կարևոր է։ Վարորդների պահով բացերի մոտ, որ Պակաս ես չեմ կարող նորմալ բարով կրճարան։ Եթե դու կարող եք օգնել ավելի դիտարկում արեցին։ Որտեղ ես լայվ էի դրվում աշխատանքի ցածրությունների համար, մարդու չեն գալի որ աշխատի։ Ինչ որ պաշտոն։ Համաձայն եմ, եկեք բարեկարգում որոշակի Եջրին համապատասխան շնորհավորը բացած։ Հաջորդ տարի ավելի շատ ուժեր կունենանք, ավելի շատ համապատասխան եկեղես դերասած լավ մասնակետին ես հասկանում եմ, իրանք վճարած որ մարդու կարան մասնակցի աշխատողներ։ Բայց պետք է մեր հնարավորության չափով քայլել անենք։ Ուրիշ հարցեր ունենք Ընդհանուր ամբողջ ռոակներով եւ այլն։ Չէ, կոնկրետ համակարգ Մենակ համայնքով է դա չէ։ Տարբերություն 10 միլիոն չի տվել։ 10 միլիոն չի տվել, քիչ է 10։ Երևի մի 5-ի չափը։ Իսկ փաստացի աշխատող աշխատակիցների աշխատավարձը որ վճարվում է փաստացի։ Հաստացի որ նայեք կարող է ավելի քիչ լինել։ Նույնիսկ որովհետև հաստիկներ կան, հիմա կոնկրետ վարորդի հաստիկ ինքը մնացել է 3 հաստիկ, բայց փաստացի 2-ն են ու մնալու են 2-ը գործողներ։ Ես ինձ կարող չեմ վերցրել և բաժասան Միտը Որ մենակ դրանով արդեն 3 միլիոն բյուջեի վրա թեթևանում է տարեկան մոտեցված։ Նայեք, ես ինչի եմ պատրաստվում։ Ասենք նա ունենք երկու տեղական, մի հատ առաջին տեղական, խորհրդական, օգնական չէ, կայ, որը հասնությունից զբաղեցված։ Այդ քանի աշխատավարձը բավականին կրոյի գումար է։ Դա վերջին ամենի բյուջեի է։ Ես ոնց հասկացել, դուք համեմատականը անցկացնում եք մինչև 25 թվականի։ Ես ուզում հասկանալ, որ տարբերությունը ինչքան է, շատ է տարբերությունը։ Ընդհանուր հաստիկացության կողմից բավականին հաստիկներ, որոնք կամ զբաղեցված չեն եղել, կամ զբաղեցված են եղել չաշխատող անձանցով հաստացի։ Այդ հաստիկները կրճատվել են ու այս պահին արդյունավետությունը չի պակասել, կարելի ասել նույնիսկ ավելացել է։ Աշխատանքը պահանջելու արդյունքում դրանց ու այդ առումով որ նայում ենք հիմա 25 միլիոն աշխատավարձի ամսական ֆոնդն է եղել մինչև 25 թվականը, այս պահին է 25 կամ 26 միլիոն դրամ։ Այսինքն ընդհանուր առմամբ հաստիկները որոշները ավելացել, որոշները պակասել, որոշների աշխատավարձը ավելացել, բայց ընդհանուր հաշվարկի մեջ ամսական ֆոնդում միլիոնի տարածություն չի տվել։ 900,000 դրամ ամսական ֆոնդում, այսինքն տարեկան կտրված 24-25-ի համեմատ արվելությունը մոտավորապես ասած 10 միլիոն դրամն է, այդ եթե բոլոր հաստիկները զբաղեցված են։ Շանսեր ունենք ովքեր են որ ովքեր են դեր ովքեր են Հայաստանի Հանրապետության Արմանի Մարզում Ուսալեր համայնքի շատ մասնավորի համար մանկաբարձ համայնքային ոչ արդյունային կազմակերպությունն անվանողելու կամյակությունը նոր խմբակցությամբ հաստատելու և Հայաստանի Հանրապետության Արմանի Մարզում Ուսալեր դրական համայնքի ավարտանում 20 թվականի դեկտեմբերի 30-ի
համար 4 որոշումը ուժը կոչած ճանաչելու մասին որոշման նախագիծ։ Ղեկավարելով տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասին 28-րդ կետով, նորմատիվ իրավականների մասին ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 4-րդ մասով և 37-րդ հոդվածով Փարաքարի համայնքի ավականային որոշումը։ Հայաստանի Հանրապետության հարմարների մասին ուսալեն համայնքի շահ բազմամյա համար մանկապարտեզ հոակի հոակն անվանակողել հարմարի մասպարական համայնքի մուսալերի շահ բազմամյա համար մանկապարտեզ համայնքային ոչ առևտրային կազմակերպություն։ Հաստատել հարմարի մասին Փարաքար համայնքի մուսալերի շահ բազմամյա համար մանկապարտեզ հոակի կազմակերպությունը նոր խմբագրության համաձայն հավելված մեկի և ուժը կոչած ճանաչել 20 թվականի 30 դեկտեմբերի 30-ի հարմարի մասին ուսալեր համայնքի շահբազմամյա համար մանկապարտեզ հոակարակային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին 104 որոշումը։ Որոշումը ժմեջը ընդունման պահից հարգել մեզ խոժորացումից առաջ մանկապարտեզ ունեցել էր ինչպես կտացեցի դեռևս հոական համայնք անվանում իր մեջ, բայց քանի որ արդեն խոժորացման գնացել են և մանկապարտեզների անվանումները փոխվի ու նաև կա կառավարության հատուկ սահմանած կանոնադրություն, ըստ որի պետք է մանկապարտեզների այն մանկապարտեզները, որոնք արդեն շատ լավ ուզում են կանոնադրություն հաստատել նոր կանոնակարգի օրենքի սահմանում։ Փոփոխությունը հիմնականում դրա համար է կազմակերպված և այնուհետև պիտի տան լիցենզավորման գործընթացի հետագայինները, որպեսզի անվանումը և համայնքի անվանումը ամբողջության արտացոլվի հայտնի։ Հաջորդ հարցը Հայաստանի Հանրապետության Արմավի մասին Փարաքար համայնքի մշակույթի և երիտասարդության պալատ համայնքային ոչ առևտրային կազմակերպություն համանախորդելու կանոնադրությունը հաստատելու և Հայաստանի Հանրապետության Արմավի մասին Փարաքար համայնքի ավականում 22 թվականի հոկտեմբերի 18-ի համար 65 որոշման ուժը կոչած ճանաչելու մասին որոշման նախագիծ։ Ղեկավարելով տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասին 28-րդ կետով նորմատիվ իրավականների մասին ՀՀ օրենքի 37-րդ հոդվածով Փարաքար համայնքի ավականային որոշումը։ Հայաստանի Հանրապետության Արմավի մասին Փարաքար համայնքի մշակույթի և երիտասարդության պալատ համայնքային ոչ առևտրային կազմակերպությունն անվանափոխել Հայաստանի Արմավի մասին Փարաքար համայնքի մշակույթի և գեղարվեստի կենտրոն համայնքային ոչ առևտրային կազմակերպություն։ Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավի մասին Փարաքար գյուղական համայնքի մշակույթի գեղարվեստական կենտրոն համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը համաձայն կառուցվածի ուժը կոչած ճանաչել Արմավի մասին Փարաքար համայնքի ավականում 22 թվականի հոկտեմբերի 18-ի ՀՀ Արմավի մասին Փարաքար գյուղական համայնքի մշակույթի սպորտ համայնքային ոչ առևտրային կազմակերպությունն անվանափոխելու կանոնադրությունը խմբագրության հաստատելու մասին 65-ա որոշումը։ Որոշումը ժմեջը ընդունման պահից։ Որակարգի մյուս հարցահամարների մարզի Փարաքար համայնքի կամավոր խնդիրների ստիպված սեփական իրադրությունները դրանց իրականացման կարգի և սոցիալական աջակցության դրամատուրգիան հատուցիչները սահմանելու մասին Հայաստանի համայնքի ղեկավար տեղակալ Լուսինե Սիմոնյան։ Ողջույն հարգելի խորհրդատներ, ներկայացնեմ Հայաստանի Հանրապետության Արմավի մարզի Փարաքար համայնքի կամավոր խնդիրները, կամավոր խնդիրներին ուղղված լիազորությունները, դրանց իրականացման կարգը
եւ սոցիալական աջակցության տրամադրման չափորոշիչները սահմանելու եւ Հայաստանի Հանրապետության Արժանապատվի մարզի քաղաքական համայնքի ավականու ապրիլ 11-ի 2024 թվականի օգոստոսի 14-33 որոշումները ուժգործած ճանաչելու մասին որոշում ղեկավարվելով պետական հետագարան մասին օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 7-րդ կետով, 10-րդ հոդվածի 11-րդ մասով, սոցիալական աջակցության մասին օրենքի 24-րդ հոդվածի առաջին մասի 3-րդ կետով եւ նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքի 37-րդ հոդվածով հիմք ընդունելով Հանրապետական համայնքի ավականու կրթության, մշակույթի, սոցիալական եւ այլ հարցերի մշտական հանձնաժողովի 2025 թվականի դեկտեմբերի 4-ից 10 որոշումը Հանրապետական համայնքի ավականին որոշում է սահմանել Արմավիրի մարզի Հանրապետական համայնքի կամավոր խնդիրները, կամավոր խնդիրներին ուղղված սեփական լիազորությունները, դրանց իրականացման կարգը համաձայն հավելված մեկի սահմանել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Հանրապետական համայնքում սոցիալական աջակցության ծառայությունների տրամադրման չափորոշիչները համաձայն հավելված 2-ի ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Հանրապետական համայնքի ավականու 2022 թվականի ապրիլի 11-ի Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Հանրապետական համայնքի կամավոր խնդիրները, կամավոր խնդիրներին ուղղված սեփական լիազորությունները եւ դրանց իրականացման կարգը սահմանելու մասին 39-ա որոշումը եւ ուժը կորցրած ճանաչել Արմավիրի մարզի Հանրապետական համայնքի ավականու 2024 թվականի օգոստոսի 14-ի Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Հանրապետական համայնքում սոցիալական աջակցության ծառայությունների տրամադրման չափորոշիչները սահմանելու մասին 33-ա որոշումը։ Որոշումը ուժի մեջ է մտնում ընդունման պահից։ Հավելվածները ձեզ մոտ կան։ Ասեմ, քանի որ մենք 2022 թվականի ապրիլի 11-ին 39 որոշումով սահմանել ենք կարգ սոցիալական աջակցություն տրամադրման։ Այդ կարգը ուժը կորցրած ենք ճանաչում, նոր կարգ ենք սահմանում, ասեմ ոչ դա փոխվել, որովհետև նախկինում, եթե հիշում եք, մենք համայնքի ղեկավարն էր տալիս սոցիալաջակցությունը, սակայն հիմա փոխում անորից պետք է սոցիալաջակցությունը տրամադրվի ավականու հաստատումից հետո եւ բացի դրանից մենք չափորոշիչներ 2024 թվականի 2024 թվականի 33 ավորոշմամբ փոխվեց եւ արդեն համայնքի ղեկավարն էր տալիս 24 թվականի օգոստոսի 33-ից փոխվել էր կարգը եւ արդեն տրամադրում էր համայնքի ղեկավարը։ Հիմա նորից պետք է համայնքի ավականու տա այդ նաեւ ստեղ ինչպես նա կարգն է, սա չափորոշիչներ, այո, նա կարգն է, սա չափորոշիչներն է եւ ստեղ մենք ունենք նաեւ ասեմ, հիմա ասեմ, հերթով ասեմ, իջնենք, որովհետեւ քանի որ հետազոտում չի լինելու դրամական տեսքով լինելու է, այսինքն պետք է գնալ խանութներից բնայինային տեսքով լինելու, որը լինելու է հագուստի սննդի կամ այլ կեցաղային պարագաների տեսքով լինելու է, դեղորայքի տեսքով լինելու է, վարձավճարի տեսքով լինելու է, շինանյութի տեսքով լինելու է, բժշկական ծառայության դիմաց վճար եւ լինելու է նաեւ դեղորայք ասեցի եւ շինանյութի տեսքով նաեւ 40,000 դրամ տրամադրվելու է ուղղակավորության համար, բայց ոչ արձեռը, այլ պետք է փոխանցում կատարվի, ասենք, ասեմ, հերթով ասեմ, 40,000 բնայինի դեպքում է, դեղորայքի դեպքում 50,000 է, բարձրագույն ուսումնական հաստատություն սովորողների համար մինչև 100,000 դրամ, բժշկական ծառայություն ծովների համար մինչև 200,000 դրամ, բնակարանային պայմանների բարեկարգման աշխատանքների կամ շինանյութի գնման համար մինչև 100,000 դրամ է, իսկ ուղղակավորության համար 40,000 դրամ։ Այսինքն փոխանցում ենք ցանկացած տեսակի ծառայություն, հիմա եթե նույնիսկ տանելի չի զանգելու մեզ, ասի գիտեք ինչ մեր եթե մենք գաղավարնելու եք եկել 40 պայմանավորվեք, հարկին չմնա ես
Այսինքն համապատասխան բան փոխվի, դա բանի ստանդարտը չէ։ Այո, բայց կոնկրետ ծառայությունների դիմաց, այսինքն ինքը կտրոններով վերում ներկայացնում այս ծախսերը տրամադրվում որպես Այսինքն հետագա դրամատում էր հաշիվ ապրանքագրի, իսկ եթե դա անհնար նաև կտրոններ եւ պարտադիր պետք է լինեն սոցիալապես անապահով ընտանիք, այնտեղ արդեն երբ որ սոցիալական անձնագիրը մյուս ապահովությունով կհաստատվի, այդտեղ արդեն կոնկրետ նշված է, որ կամ ընտանիք չունեցող հետունակավորության ծախսերը կոնկրետ վերաբերելի են ընտանիք չունեցողների սոցիալապես անապահովների միանգամանի, այսինքն դա համատարած բոլորը չպետք է։ Ընդհանուր ասենք ով կարող դիմի սոցիալական աջակցություն ստանալու համար որոշակի չափորոշիչ ունենք, ասենք հապաստարու ընտանիք։ Հավելվածում ևս նշված սոցիալական աջակցություն համայնքի ղեկավարի Սոցիալական աջակցությունից օգտվելու նպատակով համայնքի ղեկավարին կարող են դիմել համայնքի բնակիչներ, ովքեր հաշվառված են կամ վերջին 2 տարում փաստացի բնակվում են համայնքում, Արցախի Հանրապետությունից տեղահանվածները, ովքեր փաստացի բնակվում են համայնքում։ Այսինքն, եթե մեր Այո, իհարկե, ցանկացած բնակիչ կարող է դիմել, բայց սոցիալական վիճակ ուսումնասիրող հանձնաժողովը պետք է ուսումնասիրի, ինչպես նախկինում եղել է, պարոն Արթուրյանը։ Իհարկե, անպայման, սոցիալական վիճակ ուսումնասիրող հանձնաժողովը ուսումնասիրի տվյալ դիմումատուի բոլոր փաստաթղթերը տնած կկատարվի, եթե այդ ամեն ինչը համապատասխանի կդրվի կրթության, ես ասեմ, այդ հանձնաժողովի անունը քիչ երկար է, կրթության, մշակույթի, սպորտի, սոցիալական եւ այլ հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ստանալուց հետո նոր հավաքանունիստի կդրվի եւ արդեն հավաքանի կորոշի կա, թե չէ։ Ինչպես բոլոր որոշումների հանձնաժողովները տալիս են իրենց դրական եզրակացությունը։ Բոլոր որոշումներին տրվում է հանձնաժողովի դրական եզրակացությունը։ Իրակապի 10-րդ հարցը տարական համայնքի սեփականություն համոզվածով հատուցման հաստատները պետական սեփականության փոխանցելու մասին կներկայացնի աշխատակազմի հատուղար գայանների համայնքին։ Մինչև օրակարգի հանձնախմբը կազմել է մեր բոլոր վարչական բնակավայր ղեկավարներին տեղեկացրել է, որ իրենց մոտ կան փաստաթղթեր ու տված, ասենք 91 թվականից մինչև այս պայմանությամբ այդ փաստաթղթերի որոշակի քանը կա ժամանակահատվածը, որ ապահովում սեփականության իրավունքով պետք է հանձնել պետական սեփականության։ Մեզ արձագանքի լավություն համայնքը եւ Փարաքան համայնքը հիմա մենք կազմել ենք 2 ացուցակ առանձին այդ փաստաթղթերի, որի մեջ մտնում է ավական որոշումները, արձանագրությունները, հրամաններ, հիմնական այդ փաստաթղթերը մենք ցուցակով կազմել ենք, որը պետք է տանենք, մենք ասենք այսօր ազգային արխիվ, դրանից հետո մենք որոշակի գումար ենք ունեցում պայմանագրի կնքելուց հետո իրանց այդ փաստաթղթերը պահելու։ Հիմա մենք ղեկավարվել ենք տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 42 կետով, 18-րդ հոդվածը դա հիմնականում վերաբերում է ավական իրավասություններին եւ արխիվային գործի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ կետով եւ հաշվի ենք առել վարչական կոնկրետ Պտղուն համայնքի վարչական ղեկավարի եզրակացություն կազմած ցուցակը որոշել են Փարաքան համայնքի Փարագյուղ, Փարաքագյուղ, Պտղու սեփականություն համստացող արխիվային փաստաթղթերի սեփականության իրավունքով փոխանցել Հայաստանի ազգային արխիվի Արմավիրի մարզային մասնաճյուղին համաձայն 1 եւ 2 հավելվածների։ Այնտեղ կան գործառույթներ արդեն պայմանագրի կնքման հետո փոխանցման հետ կապված է, որը մեր պայմանագրի միաներ քննարկում են Հայաստանի ազգային արխիվի կողմից, նոր մեզ ցուցակ են տրամադրում, դրանից հետո կատարվում է այդ փոխանցումը գույքը պահպանելու համար։ Տեսական ավականի որոշումներ, ավականի որոշումներ արձանագրություններ, ամեն ղեկավարի կազմակերպություններ, որոշումներ, հատուկի հրապարակներ։ Որ թվականից որ թվականը։ Հիմա մենք հանձնել ենք մինչև 2022 թվականը հանձնել ենք Պտղունքում կան տարբեր ժամանակահատվածներ
կան, 91-ից կար, 94 կար, այդպես բոլորը հավաքել են, մոտ եթե չեմ սխալվում, մի 40 անուն փաստաթղթերի փաթեթներ, որ կազմել են։ Ու ներկայացրել են։ Իսկ այդ վերական դեպքերի մեջ արխիվային հավաքի բնակիչներին հաստատում տրամադրելու համար դու մի քիչ սահմանել եք ինչ-որ։ Մենք եթե դա տալիս ենք պետական արխիվին, արդեն մենք չենք կարող գումարներ անցնել, արդեն պետական արխիվը։ Իրանք բնակիչական մեջ չեն դիմում, Այսինքն կա փաստական բաներ, որ մենք կարող ենք ինքներս տրամադրել։ Եթե մեր մոտ ապահոված փաստաթղթեր առողջ են հանձնել, Բայց օրենքով մենք պիտի հանձնենք։ հա, ժամանակը հատվածով հանձնել։ Այսինքն
նշանները սեփականության իրավունքի պատկանող 04-0-54-0-22 պատասխանատվության ծախսերի ամբողջ 4923 հեկտար անկերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության հողատեսը բարելավող Օգամասի նշանակությունը փոխել որպես արդյունաբերական հաջողության և արտադրական նպատակային նշանակության գործառնական նշանակությունը գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հետագա գյուղատնտեսական պահեստի և պահակական կառուցելու համար։ Հարցեր ունենք։ Արտոնակ գյուղակել ովքեր են որ անցավներական։ Բոլորը եզնիները դա չէ, հապ ունեն Պական հանձնաժողովով նայվածից այսինքն գումատեքնիկ մայիսից բացի եթե դառնա անաստանող ուզելա նոր նախագիծ Անաստանողները հաստատի գյուղատնտեսական ինքը Չէ, բնակիչներին երբ որ գալիս են դիմում ներկայացնում էսքիզները տրամադրում, բնակիչներին ասվում է, որ եթե դուք գյուղատնտեսական գործունեությունից այլ գործունեություն եք նախատեսում անել, օրինակ բնակվել կամ արտադրամասը օրինակ հայտանշական եւ այլն, այսինքն գյուղատնտեսականից տարբերվող գործունեություն, հիմիկվանից ասում են, որ եթե նույնիսկ խաբեցիք, հիմա ասեցիք չեն կանելու, հետո արեցիք, գալու են համ տուգանեն, համ էլ բացեցնեն գործունեությունը, հետո մեզանից չնեղանան։ Բարձ ասում է, որ բնակիչներ։ Ովքեր նրան համաձայնում են պայմանով, գալիս են հայտարարություններ գրում են, որ իրանք օգտագործել են իրանց տված նպատակով ու ընդունման ոչ ավարտական ակտը ստանալուց հետո, երբ որ սեփականության հետաքրքրում են դրանից հետո ինչ-որ գործունեություն կատարի, որ իրարից ոստորացը ինքը դու չարան ուղղակի արդեն որ կառավարության որոշումից է վերցած կամարը։ Հանուր հեկտար 3400-ն ուղղափոխի։ Այս տեմպերով փոխենք մի քանի դեր հետո փարական համայնքում գյուղով չի մնա։ Տեմպերով որ ամեն ինչ Այն կայքին բարեմոս չի մշակում։ նույնը բոլոր համայնքներում Ուրիշ հարցեր ունեն։ Ուզում եմ գյուղակել ովքեր են որ անցավյան։ Ներկայացնող ակադեմիայի հաջորդ հարցը ներկայացնում սրտային սեփականության իրավունքի պատկանող մասի նպատակային նշանակությունը փոխելու մասին։ Այսօր հարցն ավելի մասի հարցանքի մրցանակի ներկայացնում սրտային սեփականության իրավունքի պատկանող 04-061-0-10-4 հեկտար 96 հարուսույթը մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության հողատես տարել հողատես Օգամասի նպատակային նշանակությունը փոխել որպես արդյունաբերության ընտրի գործառնության դիվանական նպատակային նշանակության գործառնական նշանակությունը գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հետագայում սահմանային պետություն բացելու համար։ Հարցեր ունեն։ Գյուղակել ովքեր են որ անցավյան։ Գազնով ակադեմիայի հաջորդ հարցը Օգամասի բարեկամների սեփականությունը համարելու մասին։ Հայաստանի Հանրապետության համալիրի մասի բարեկամների ուսանելու դեպքում սահմաններում գտնվող 0.066 հեկտար մակերեսով բնակավայրի նպատակային նշանակության այլ հողատես գործառնական նշանակության Օգամասի համալիրի բարեկամների
62 հեկտար մատիոսով հնագավային նպատակային նշանակության այլ հողօգտական նշանակության կողմասը բարեկարգի սեփականությունը ճանաչելու մասին։ Միայն